կան, անելանելի կացության մեջ եմ հայտնվել, այս մեկ են մեկ, սկսում է մարդը իր առօրյա կյանքի մեջ Աստծո բացակայությունը տեսնել։ Եվ սա այն դեպքում է լինում, երբ մարդը ավետարանը չի հասկացել։ Այո, Աստված սկզբում իր քաղցրությանը քեզ մասնակից է անում։ Ուշադիր լսեք Հռոմեացիս թուղթն ասում է, որ չգիտես, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Աստված քեզ իր քաղցրությամբ ու սիրով է քաշում դեպի իրան։ Բայց ընթացքում հնարավոր է այդ քաղցրությունն ու սերը դու չտեսնես էլ։ Ինչու չտեսնես։ Այստեղ արդեն գալիս է մյուս համարները Սուրբ Գրքի, որոնք մարդիկ չեն ուզում կարդան։ Մեզ Տերն ասել է, որ այս ճանապարհը նեղ է։ Նեղվածք է այս ճանապարհը, դուռն էլ նեղ է, որ երկինք պիտի գնանք։ Հետո դու կարդում ես, որ դու պիտի նեղություն ունենաս, բայց այն խանդավառ առաջի շրջանում ոնց որ դրանք չկային, բացակայեցին քո կյանքում։ Այո, Աստված վերցրեց քո բեռը։ Դու մեծ ուրախություն, ցնծություն վայելեցիր։ Սակայն Տերը ժամանակի ընթացքում աճեցնում է քեզ։ Վերջ-վերջո բեռնակեր երեխան պիտի աճի, որպեսզի հոր գրկից իջնի եւ ինքնուրույն քայլի։ Եվ այդ ինքնուրույն քայլելու արդեն պատասխանատվությունը լրիվ իր վրա է։ Լրիվ իր վրա է։ Չափահասության տարիքում, երբ որ մենք մարդուն մկրտում ենք, մենք գնում ենք այդ քայլին, որովհետև մարդը իր սրտով, իր շուրթերով դավանում է Հիսուսին, եւ մենք իրավունք չունենք այդպիսի անձին չմկրտել։ Բայց մարդու հետագա կյանքն ու ընթացքը ամբողջովին տվյալ անձի ձեռքին է։ Եվ հենց այստեղ է, որ մարդիկ շատերը գնում են, ես չեմ ասում մեղանչելու, աշխարհ սիրելու, հնարավոր է աշխարհն էլ չսիրես ու չուզես էլ մեղանչես։ Բայց մի հատ փոսի մեջ ես ընկնում եւ ինքդ էլ չես գալու, որ ընկել ես այդ փոսի մեջ կրոնավորության, սովորութային երկրպագության, որը քեզ ոչինչ չի տալու։ Եվ այդ սովորութային կրոնավորության, ասենք, քո երկրպագությունը հիմնված է քո գիտելիքի ու շնչի վրա։ Դու ավելի շատ գիտելիք ես կուտակել, քան Աստծո առաջ խոնարհվել ես։ Ես ասում եմ, որովհետև Սուրբ Հոգին ինձ անհանգստացնում է այս ուղղությամբ, որովհետև Տիրոջը հակառակողներ կա։ Տիրոջը հակառակողներ կա։ Եվ այդ հակառակությունը ոչ թե գալիս է, ասենք, նրանից, որ իրենք չեն ուզում Աստծուն պաշտեն։ Ուղղակի իրենց սխալ ընկալման շնորհիվ է, որ մտածել են, որ իրենք ինքնուրույն կարող են ապրել այն կյանքը, որ Աստված պահանջում է։ Դա տես չի լինում։ Գիտելիքի հետևից գնացող անձնավորությունը ի վերջո ինքն ընկնելու է կրոնի փոսը, որովհետև իր հոգևորության չափանիշ իր գիտելիքներն են դառնում։ Բայց մի հատ ճանապարհ կա, որը ճշմարիտ աստվածապաշտը ինքը գնում է այդ ճանապարհով։ Գիտենք, ոչ թե գիտելիքի հետևից գնացող անձը ինքը ձգտում է Աստծուն հաճելի լինի, վատ բան չի անում։ Բայց սարսափելի մոլորության մեջ է ինքը ընկնում, երբ որ ուզում Աստծուն հաճեցնի։ Ո՞րն է այդ մոլորությունը։ Այդ մոլորությունը նա է, որ ինքն ուզում է Աստծուն հաճեցնել ինքն իր ուժերով։ Ինքն ուզում է սա չանի, նա չանի եւ դրանով Աստծո առջև կանգնի։ Ինքը չի ընտրում խոնարհվելու ճանապարհը։ Գիտեք, մեր Աստված կենդանի Աստված է։ Մեր Աստված կենդանի Աստված է։ Մենք նրա հետ կամ ունենք հարաբերություն, կամ չունենք։ Երբ որ ես ասում եմ այդ մասին, ես նկատի ունեմ, քանի դեռ դուք ողք ու լաց չեք արել իր առաջ, քանի ցերեկ ու գիշեր ծոմերով ձեր անձերը չեք մաշել, քանի դեռ դուք հացից ու ջրից չեք զրկվել այնքան, մինչև որ Աստծո հետ կոնտակտի մեջ ելնեք, դուք ճշմարիտ հավատքի ու աշակերտի կարգավիճակ չեք կարող ձեր բերեք։ Ես նկատի ունեմ անձի հետ հարաբերվելու խնդիրը դրեք ձեր կյանքում առաջին պլանում, սա Քրիստոսի աշակերտներ ենք ասել, հռչակել ենք եւ հենց այնպես չենք հռչակել։ Եվ այստեղ հենց կարևորվում է այդ հանգամանքը, որքանով եմ ես գնում Տիրոջ առաջ խոնարհվելու ճանապարհով։ Եվ գիտեք, խոնարհությունը դա մի բան չի, որ դու ծնվել ես այդպեսին։ Խոնարհությունը սովորում է։
Եվ Տեր Հիսուսն ասեց, որ իրանից պիտի սովորել։ Հիմա մի բան ճշմարտություն կա, եթե ես հավատում եմ Աստված կա, Աստված ասում է, որ իմ որդուց Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքը սովորի իրանով ապրել, ինձ համար հնչում է դեկլարատիվ, սա, բայց ես չեմ ապրում այդ կյանքը։ Իմ մոտ այդ ձգտումը չկա, որ երբ որ իրավիճակը խառնա, ես դուր մնամ։ Իմ մոտ չկա այդ երկյուղը մեղքի, այսինքն եթե ես հանցան գործեմ, Աստծուց կհեռանամ։ Եվ մեղքի գիտակցման այդ երկյուղը վերանում է։ Մինչդեռ մարդը ցանկացած իսկական աստվածապաշտը, որը ուզում է իր աստվածաշնչողությունը համաձայնեցնի Աստծո խոսքին, ինքը չի շտապում իր ցանկացած կյանքի մեջ, նախ ինքը իր ոչնչությունն է հասկացել։ Գիտեք, ովքեր են հպարտ մարդիկ։ Հպարտ մարդիկ նրանք են, ովքեր իրենց ներսում բաներ ունեն, որով պարծենում են, որով իրենք տարբերվում են մյուսներից։ Խոնարհ մարդը իրան թմբկահարելու կարիք չի զգում։ Ես հիմա նորից եմ կրկնում։ Գիտելիքի հետևից գնալ վատ բան չի, բայց եթե գիտելիքի հետևից գնում ենք, բայց ոչ խոնարհվելու, այդ գիտելիքը հպարտացնում է գրվածը, գիտությունը հպարտացնում է։ Եվ Աստված հպարտներին հակառակ է, բայց խոնարհներին է շնորհ տալիս։ Ես ուզում եմ, որ մենք Սուրբ Գրքից մի երկու բան հիշենք, առաջի Թագավորաց 3-րդ գլխում, 30-րդ գլխում մենք կարդում ենք այսպիսի բանը։ Գիտեք, մի մեծ մոլորություն կա, երբ որ հավատացյալին հետ խոսում ես, անգամ թեկուզ իր կենցաղի մասին։ Ես լավ եմ իմանում, ես սենց եմ, ես լրիվ գիտի ինքը։ Ինքը գիտի ու Աստված էլ ասում է, դե որ դու գիտես, ես քեզ ոնց օրհնեմ։ Աստված ասում է, դու ոչ թե նայի քո կարողություններին, թե դու ինչ կարաս, անես, կամ նույնիսկ ինչ չես կարող անես։ Գեդեոնը ասեց, ինձանից ինչ է զորավոր։ Ըստեր իրան ասեց, ողջույն քեզ հզոր զորավոր։ Ուրիշ դեպքում էլ մարդը ինքն իր վրա շատ բան է վերառնում, բայց իրան չի տրված այդքան։ Հիմա մենք ունենք այդ հավատքը, որ ասենք ամեն բան կարող եմ ինձ զորացնող Տերով։ Մենք ունենք այդ վստահությունը, որ եթե նույնիսկ ես սխալներ անեմ, Աստված ինձ ուղղի առաջ կտանի, բայց ես չեմ դադարի սխալվելուց։ Մենք վախենում ենք սխալվելուց, հասկանում եք, եւ սա գիտության ծանր բեռն է մեր վրա, որովհետեւ գիտություն ունենալը մեզ կարծես թե նրա համար է, որ մենք սխալներ թույլ չտանք։ Եթե այդ գիտությունը քեզ չի տանում Աստծո առջև խոնարհվելու ու հնազանդվելու, դու գիտություն չունես։ Դավիթի կյանքում մենք կարդում ենք շատ հետաքրքիր մի դեպք, երբ որ Դավիթը եւ իր մարդիկը Սավուղի ձեռքից փախած եկել էին փղեշտացների երկիրը։ Եվ փղեշտացների թագավորը միած եկել է կանոնով բնակավայրեր իրենց տվել։ Եվ Դավիթը փղեշտացների մոտ էլի նշանավոր դեմք դարավ, այլի իր զորքով ծառայում էր փղեշտացներին։ Եկավ պահը, որ պետք է Իսրայելի հետ կռվեր փղեշտացների թագավորը, Անքուս թագավորն էր։ Անքուսը կանչեց Դավիթին, ասեց, գիտես ինչ կա, Տերը կենթանի է, որ դու ուղիղ մարդ ես։ Ինձ այդ բանակի մեջ մտնելը ու դուրս գալը իմ աչքին բարի է երևում, որովհետև ինձ մոտ եկած օրից հետ մինչև այսօրը քեզ վրա մի չարություն չգտա, բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։ Եվ հիմա ետ դարձիր եւ խաղաղությամբ գնա։ Փղեշտացների նախարարների աչքին վատ երևցածը մի անիր։ Եվ Դավիթը Անքուսին ասեց, ես ինչ եմ արել։ Եվ քո առաջիդ կանգնած օրից մինչև այսօրը ծառայից վրա ինչ գտար, որ ես չգնամ եւ իմ Տեր թագավորի թշնամիների հետ պատերազմ չանեմ։ Դուք հասկանում եք ինչ ասում Դավիթը։ Փղեշտացները պատրաստվում են պատերազմել Իսրայելի հետ։ Սավուղն է այնտեղ։ Այդտենց Դավիթ գնաց պատերազմի։ Չեն վստահում քեզ։ Դավիթը ասում է, չէ, դու կտենաս ես ինչ կանեմ։ Հասկանում եք, դու այն մարդն ես, որ օտյալի, բայց հիմա ինչով է ինքը համոզվել, որ հիմա Իսրայելի դեմ որ գնալու է ու իր եղբայրներին կոտորի, եւ նաեւ Սավուղին պետք է սպանեն։ Հասկանում եք։ Ինչն է պատճառը, որ ինքը այդպես ջանք է գործադրում Անքուսը, որ իր բանակի մեջ վերցնի իրան ու ինքը գնա պատերազմելու։ Եվ այս ամենից ցած միևնույն է, Անքուս թագավորը ինքը չի համաձայնվում
եւ այստեղ կարդում ենք, բայց փղշտացիների իշխաններն ասում են, թե նա մեզ հետ դուրս չգա պատերազմի, եւ հիմա առավոտը կանով վեր կաց դու եւ քո տիրոջ ծառաները, որոնք եկան քեզ հետ, եւ առավոտը կանով վեր կացած լուսածանքին գնացեք։ Եվ Դավիթ ինքը եւ իր մարդիկը առավոտը կանով վեր կացան, որ գնան ու փղշտացների երկիրը դառնան, իսկ փղշտացները վեր ելան Եզրայել։ Հիմա տեսեք, Աստված այս անհավատ հեթանոս թագավորի բերանով Դավիթին հետ է ուզում կանգնեցնի մեծ մեղքից է ուզում հետ կանգնեցնի։ Եվ երբ որ Դավիթը եւ իր մարդիկը երբ որ մտան Սիգելակ, ահա ամաղեկացները հարձակվել էին հարավային երկրի ու Սիգելակի վրա եւ Սիգելակը զարկելով նրան կրակով այրել էին եւ այնտեղի կանայքը գերի էին առել պստիկից մինչեւ մեծը մեկ մարդ չէին մերձրել այլ իրանց հետ առնելով գնացել էին իրանց ճանապարհը եւ երբ որ Դավիթը եւ իր մարդիկը քաղաքը հասան ահա կրակով այրված էր նա եւ իրանց կանայքը տղարքը եւ աղջիկերը գերի էին տարված եւ Դավիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան մինչեւ որ նրանց վրա ուժ չմնաց լալու եւ Դավիթի երկու կանայքը Եզրայելացի Աքինոամը եւ Կարմելացի Նաբաղիկին Աբիգայլն էր գերի տարված եւ Դավիթը մեծ տագնապի մեջ էր որովհետև ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել նրա համար որ բոլոր ժողովրդից ամեն մեկի սիրտը պետքեցում էր իր տղերանց եւ աղջիկերանց համար բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծո շատ սխալներ է թույլ տվել այս մարդը ինչքան մարդը իր կոչումով ավելի բարձր է մոտատիրոջ է այնքան վտանգավոր է երբ որ ինքը մի փոքրիկ միլիմետր անգամ շեղվում է Աստծո կամքից հիշենք նաեւ երբ որ Սատանան գրգռեց Դավիթին գրգռեց պատկերացնում եք Դավիթին գրգռեց որ Իսրայելը հաշվի Հովաբն ասեց Աստված թող ավելացնի ինչ ես ուզում չէ հաշվեք ես տենամ քանի միլիոնանոց բանակ ունեմ մարդը հպարտացել էր եւ իր խշմտանքը ծակեց եւ Տերը Դավիթին դրա համար հաշվի կանչեց ինչի ես վստահել քո պարիսպներին Տերը ասում էր քաղաքների պարիսպներ չշինեք ես եմ ձեր պարիսպը գիտեք այսօր մեր կյանքը մեր կենցաղը այնպես են կառավարում որ Աստծուն ասում եք մի կողմ գնա երբ որ պետք կնես կկանչեն քեզ հələ թող մենք լավ խելացենք էլի ես ենք անում ենք անում պարիսպ ենք շինում բան ենք անում մեր ուժերին վստահել են ասում դե որ անում ես մինչև վերջը դու արա ես ինչ գործ ունեմ քո հետ այստեղ են շատ հավատացյալներ ապրում հասկանում եք Եվ այս դրվագում մենք տեսնում ենք, որ Աստված ամերիկացիներին թույլ տվեց, որպեսզի իր հետ եղող 600 հոգի զինվոր ուներ Դավիթը, իրանց ընտանիքներով Սավուլի երեսից փախել էին։ Ամբողջ քաղաքը վարել էին։ Ինչով էր Դավիթը իրան համոզել, որ Իսրայելի դեմ կռվելը իր կողմից ճիշտ է։ Այ կարող եք ինձ ասել։ Այդ Դավիթն էր, որ ասեց, ես Սավուլի վրա ձեռք չեմ բարձրացնում, բայց ինչի էր համոզվել, որ հիմա ճիշտ է անում։ Կարանք ասեք։ Ինչի էր համոզվել, որ Դավիթը միթե ինքը չէր հիշում ինչ ասել, ինքը շատ լավ հիշում էր այն ժամանակ ինչ ասել։ Բայց ինչի էր հիմա համոզվել, որ կարող է ինքը այդ թագավորի բանակով դուրս գա եւ կռվի Սավուլի հետ։ Միթե դրա նպատակը Սավուլին տապալելն ու թագավոր դառնալն։ Իհարկե չէ։ Դավիթի եթե այդ պահին ասեի դու Իսրայելի թագավոր ես դառնալու ասերի ինձ ձեռ մի առ այդ աստիճան ինքը ընկած վիճակում էր այսինքն հրաժարված մարգարեություններից խոսմունքներից եւ այլն բայց հիմա Անքուսի մոտ ինչ է եղել որ ինքը վստահաբար ասում է ես կտենա քո ծառան ինչ կանի դրանց ինչ է կարծում մենք կարող եք ինձ ասել ինչն էր Դավիթին ստիպում որ ինքը մտածում էր որ կարա գնա Եվ կռվի Իսրայելի հետ, եւ դա Աստծուն հաճելի է լինելու։ Ապա Այն որ ինքը զորքորներ ավազակներից կազմված ու թալանով կամ բանով իշխում էր, իշխանություն էր տեսել, հա, ամը եղբայր։
Տեսեք, այդ ամեն թալանը, որ ինքն անում էր, ինքը ավազակ մեկն էր դարել Անքուսի համար։ Այո, Նա քարավանները թալանում բերում էր թագավորին տալի, թագավորն ասում էր, այսօր չես գնացել, այսօր ինչ ես արել։ Նա տնանք ինչ ես գողացել, ինչ ես թալանել։ Հասկանում եք Դավիթին։ Հիմա այս անձնավորությունը որոշել է Իսրայելի թագավորության դեմ դուրս գալ եւ գրվել եւ ինքը ունի իր ներսում հիմնավորում։ Ինչքան էլ մենք խոսում ենք դեռևս Աստծո հետ ինքը էլի կապի մեջ է, բայց քանի որ ինքը հիմա օտարի ձեռքի տակ ծառա է, այդտեղ էլ է հավատարմություն ցուցաբերում։ Եվ ինքը իր մեջ ասում է ես Անքուսի ծառան եմ։ Ինչ որ ինձ ասի, ես դա պիտի անեմ։ Տվյալ դեպքում ես չունեմ ող Իսրայելի դեմ դուրս գալու, բայց քանի որ ինձ ընդեղից քշել են, իմ հետևից ընկել են, ինձ ասում են գնա օտար աստվածներ պաշտի, դու գնա քո լեռները, չգիտեմ ինչ, ես մերժված եմ այդ հասարակությունից, հիմա ես այս մարդու մոտ ընտանիք եմ պահում։ Այս թագավորը ինձ քաղաքատվել, բնակության վայր, բան, ես գնում եմ տիրոջը հարցնում եմ ընդ որում, գնամ, չգնամ, Տերն ասում է գնա, արի, կզարմանաք, որ այդ թալանի գործում Տերը մասնակից է իրան։ Բայց դա այդպես է։ Ինչի որովհետև այդ մեղավոր ժողովուրդներին կոտորելու կամք կար Աստծո մոտ։ Այն բոլոր նրանց դեմ ովքեր են ամաղեկացները։ Անիծյալ ժողովուրդ, որոնց Տերը ասել էր բնա ջնջեք, բայց չէին ջնջել։ Իսրայելացիներին Եգիպտոսից դուրս գալուց հետո ամաղեկացները ինչ օրն էին գցել, դատավորած ժամանակներում, հետո մնացած ժամանակներում Տերն ասել էր, որ բոլորին պետք է բնաջնջել ամաղեկացներին։ Հիմա այս անձնավորությունը տարբեր ցեղեր կային, որոնք Իսրայելի ելքի ժամանակ Եգիպտոսից իսկապես շատ ամբարտավան են եղել իսրայելացիների հետ, եւ մեկը պետք էր որ դրանց բնաջնջեն, հիմա Դավիթն էլ այդ գործն է անում, բայց Աստված իրան է անում։ Հաճախ Աստված այսպիսի գործեր է անում, մենք մտածում ենք, թե դա Դավիթն արեց են, մեկն արեց են, խնդրեմ։ Աստված Անքուսի բերանով ասում է մի գնա, Դավիթը այդպիսի գուցե ինքը հետ գար, բարենավորվեր եւ մի հատ թիկունքից ուրիշ տեղից փորձեր հարձակվեր, գիտեք։ Այնուամենայնիվ չլսեր Անքուսին։ Բայց մենք այստեղ տեսնում ենք Տերը ծայրահեղ միջոցի է դիմել։ Նա Դավիթի կողերին է խփում։ Եվ Ռիկելակը վարում է ամաղեկացները, գերի են քշում բոլորի երեխաները, կանանց եւ այլն։ Ի վերջո գրված է, որ ամբողջ եկան լացեցին, բան տեսան, սա քշել են գերի եւ ասեցին Դավիթին մի հատ խոսի մեր տնենք հարկոծենք։ Եվ այդպես էլ որոշել էին, որ պիտի անեին։ Եվ գրված է Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Ոնց զորացավ իր Տեր Աստծով, կարող ասել։ Եվ դրանից հետո Տերը ինքը հարցրեց Տիրոջը. այդ գունդի հետևից որ հալած եմ կհասնեմ նրանց։ Եվ Տերը ասեց հալածիր, որովհետև անպատճառ։ Տեսեք ինչ Աստված ունենք մենք։ Սեներ հենց կոտրվում, խոնարհվում ենք Տերը լսում ամեց, բայց հենց ամբարտավան ենք Տերը չի լսում, փակում է իր ականջներն ու աչքերը վերջ։ Բայց բավական է որ մենք կոտրվենք, մի վայրկյան հետո մեր Տերը նույն քաղցրությունն ու սերը ցուցաբերում ամես։ Եվ հիմա Դավիթը ասում է զորացավ իր Տեր Աստծով։ Զորացավ։ Հիմա Աստված ասենք շանս տվեց Ղովտին եւ Աբրահամին։ Շանս տվեց Ղովտին, Աբրահամն ասեց Աբրահամի միջոցով Ղովտը շանս ստացավ։ Եթե ասես դու աջ գնաս, ես ձախ եմ գնում, ձախ գնաս, աջ եմ գնում։ Լավ սխալվեցիր, ընտրեցիր այդ փարթամ տեղը գնացիր, սխալվեցիր, սա քո ընտրությունն էր, Ղովտ։ Լավ Սոդոմ Գոմորի թագավորները, որ 4-5 դեմ կռվում էին, որ եկան գերի տարան քեզել, Աբրահամն եկավ ազատեց, բայց դրանից հետո ինչի հետ չվերադարձար։ Հասկանում եք մարդն ինչ ապերախտ է։ Աստված իր ողորմությունն անում է Ղովտի կյանքում։ Աբրահամն ազատում է գերությունից, բայց Ղովտը նորից գնում է Սոդոմ։ Ես մեկ-մեկ զարմանում եմ այն խրատները, որ տրվում է ձեզանից որոշներին։ Հետո դուք ընկնում եք փորձության մեջ, ախր չեք լսել այդ խրատները, դրա համար եք ընկնում փորձության մեջ։ Աստված ձեր ձեռքից զորով չի ուզում բռնել, հասկանում եք։ Հիմա ասենք եկեղեցում է սպասավորը նրա համար է, որ իր հոգևոր կյանքի փորձով Աստծո խոսքով ձեզ օգտակար լինի։ Չէ, մենք պարիսպներ ենք շինելու մեր շուրջը, երբ որ մեր ուժը կհատի, երբ որ մեր խելքը չի հասնում, նոր կգանք Տիրոջ ոտքերը։
Սա է մտածում մարդը։ Գիտի թե ասենք ինքը ասում կանչել է վերջի հույսն աշինում եւ ոչ թե առաջին։ Եվ Դավիթը զորացավ, այդ ո՞ւմ զորացավ Դավիթը, ով կարող է ասել։ Եվ այս հատկանիշը Դավիթի մեկ անգամ չի երևացել։ Ինչպես։ Կոտրվեց երևի Աստված էլ զորացավ։ Ոնց արտահայտվեց այդ կոտրվելը։ Yes։ Ինչ շարքայքս։ Ոնց։ Չգիտեմ։ Ոնց արտահայտվեց Դավիթի մի նախադասություն ա գրած այստեղ։ Այստեղ գրվածն ասում է Դավիթը զորացավ իր Տեր Աստծովը։ Եվ Դավիթը քիչ առաջ մարդիկ քայլը վերցել են, Դավիթին իջեցրել են փոսը ու պետք է քարկոծեն։ Հասկանում եք։ Հասկանցավ, որ իր զորություն Տերիցն է, ինքը արդեն անմխիթար վերջի այսինքն վերջին էտապում է, որ ոչ ոք չկա բացի Աստված իրան Տեր հասնող։ Չէ, այստեղ մի կարևոր բան է տեղի ունեցել։ Դրանք ասենք մենակ հասկանալու հետ չի կապված, էլի։ Այդ Դավիթի սիրտը մենք ունենանք, մենք մեր սխալների դեպքում շատ արագ կվերականգնվենք։ Ցավը սա է, որ մեր կյանքում մենք այդ սիրտը չենք կարողացել Սուրբ Գրքով ճանաչել, որ Տերն ասեց ես սիրում եմ Դավիթին։ Իմ սրտի նման սիրտ ունի Դավիթը։ Հասկանում եք։ Այդքանից հետո Աստված Դավիթին այդպես ասել։ Հիշեք Նաթան մարգարեն, երբ որ եկավ առակով խոսեց Դավիթի հետ։ Դավիթի հանցանքը, որ վեր էր հանել։ Հիշում եք։ Ասեց այդ մարդը դու ես։ Հիշում եք, չէ՞, Գառնուկեի բանի եւ այլն առակը պատմել, Դավիթն ասեց այդ մարդը պիտի անպայման պետք է սպանվի, արդար իր թագավորական վճիռը կայացրեց, ասեց դու ես։ Ասեց մեղանչել եմ, պիտի մեռնեմ։ Վերջ։ Այս սա է իսկական տղամարդությունը։ Դավիթն ինքն է հոժարաբար իջել, քարկոծելը գիտեք հարթարացության մեջ չի, եւ այդպես է սովորաբար լինում։ Մի հատ տեղ են ընտրում, որտեղ վերևից քարակույտ է ընդամենը, որ պետք է գցեն մարդը ուղղակի ընդամենը մերժես Աստված ոնց քեզ առաջնորդի, կամ այն բանում, որտեղ առաջնորդելու բան չկա, դա քո գործն է, որ դու պիտի այդքան հասկանաս եւ անես ինչ որ ճիշտ է։ Առօրյա կենցաղային հարցերում միտը Տիրոջ ամեն հարցում մենք պետք է ասենք Տեր, օրինակի համար մեկը ուզում է մի որևէ գործ անի, ինքը պետք է աղոթի ասի Տեր ինձ մասնագիտություն սովորեցրու։ Գնա սովորի։ Տեր դու պիտի Տիրոջը կանչես ասես Տեր, ինձ այստեղից ուզում ես տանել, դու ով եղավ որ Տերը քեզ ասի վեր կաց այստեղից գնա ինչ որ տեղ։ Դու գնա, դու նայիր քեզ Աստված տվել է նաև դրամաբանել, տեսնել, բան անել, ամեն որպեսզի դու հասկանաս իր դրությունը, որպեսզի իմանաս թե ասենք հիմա որն է, շատ հաճախ մենք այս ինչուների մեջ ընկնելով մեղադրում ենք կարծես ասում ենք Աստված մեզ բան չի ասում, ոչ սեներ։ Սա մեծագույն մոլորություն է երբևէ, որ մարդը կարող է ինքն իրան թույլ տա։ Եվ ինքը Դավիթը որ շատ մեծ փորձություններով էր անցել եւ շատ մեծ փորձառություններ էր ձեռք բերել, հրաշալի խոսքեր է ասում ինքը։ Եվ ինքը իր պարտություններից մեծ դասեր է առել։ Պարտությունները վատ բան չեն, ես ձեզ ասեմ, պարտությունները մեծ դասեր են, բայց շատ կներեք, եթե այդ պարտություններից մարդը դաս չի առնում, ինքը հիմար է։ Հոգևոր մարդն իրավունք չունի, նույն փոսը երկու անգամ ընկնի։ Ինգար հասկացան, հաջորդ անգամ դա չպետք է լինի քո կյանքում։ Դու պիտի քո կյանքում միշտ այս հարցը դնես քո առաջ, դու աճելու ես, թե չես աճելու։ Թե այնպես իմիջիալոց պետք է ապրես ոնց պատահի։ Անձամբ ես այսօր իմ հոգևոր բոլոր մղումների մեջ մի սանտիմետր հələ չեմ մոտեցել ասում, ես ինձ այդպես եմ տեսնում։ Ու իմ ներսի կարիքը, իմ դարձի պահի կարիքից հազարապատիկ ավելին է։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Բայց այսօր մարդիկ ջրով մկրտվում են, Սուրբ Հոգով մկրտվում են, եկեղեցու անդամ են դառնում, վերջ վճանում են։ Ես սա չեմ ուզում։ Ժամանակն է, որ մենք այս մասին խոսենք։ Եփեսացի 4:14-ում այսպես են կարդում մենք. որ այլևս երեխա չլինեք, երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց է մարդկանց խաբեբայությունով է, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունով։
բայց ճշմարիտ լինելով սերի մեջ, աճինք նրանում ամեն բանով, որը գլուխը Քրիստոսը։ Երբևէ մտածել եք, որից բոլոր մարմինը միասին դուք երբևէ այս հարցը ձեր առաջ դրել եք, որ գնաք հասնեք միջև գլխին, այսինքն Քրիստոս լինի քո գլուխը։ Ձեր առաջ այդ խնդիրը դրել եք, եւ այստեղ առաքյալն ասում է այդ մասին, որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամուցը։ Երերված տատան մարդիկ կան, որ այս հիմա մարդկանց շանս եմ տալիս մեր խմբերում լինել, բայց նայում եմ մեկ, նայում եմ երկու, երբ որ հանկարծ ես տեսնում եմ, որ որևէ մեկը, օրինակի համար, այս ոնց որ ասես չի կարող ձգի, եւ ինքնակամ ինքը հասկանում է, որ սա իր տեղը չի, ես սա ուղղակի ուզում եմ լսեք բոլորդ։ Չկա նման բան։ Ես միայն հայտնությամբ կարող եմ այդ անձնավորությանը արդեն նայել, իսկապես հիմա ինքը լուրջ ուզում է խոնարհվել Տիրոջ առաջ, թե չէ։ Քանի որ մեկ անգամ ուրացողը, մեկ անգամ դավաճանողը էլի կանի։ Ժամանակ ես Աստծո առաջ մեծ երկյուղով եմ ընթանում։ Ակամայից ես ուզում եմ հիմա այս վերջի վիդեոն, որ տեղադրեցի, մի փոքր ուզում եմ նաև այդ մասին խոսել։ Երևի դուք ուշադրություն դարձրեցիք, որ ես երկու հատ վիդեո եմ դրել, մեկը սրտի վերաբերյալ, բարձվում է գիտությունը ապացուցել է, որ սիրտը ուղեղ ունի, բացի ձեր գլխի մեջ եղած ուղեղից, որը դեռ հայտնի չէ այդ ուղեղը ով է կառավարում, շատ անգամներ հավատացյալների մեջ ամուսնությունը չգիտեն, որ իրենք մտածում են, անում են, բայց իրենք չեն, իրենց կառավարում է դևը։ Դևը, ուղեղը մարդու կառավարում է։ Մարդուն այնպես է կառավարում, որ մարդը մտածում է ինքն է անում դա, ինքն է ասում դա։ Եվ գիտությունն այսօր Սուրբ գրքի մի ևս ճշմարտություն է բացահայտել։ Սրտի խորհուրդներ գրված է։ Եվ չգիտեմ, ֆիզիոլոգիապես թե ոնց է հայտնաբերել են, որ այդ մսեղեն սիրտ օրգանից բացի ինչ որ մի բան էլ կա այնտեղ, որը ուղեղի նման բան է։ Սա մեկ։ Եվ երկրորդը։ Ես տեղադրեցի Գեդեոնի մեր ծառայությունից եւ այդ վերջի ծառայության այս երկրորդ, որ ամբողջներ, բայց մի հատված եմ դրել, այդ հեռուստատեսությունը մի փոքր հատված է դրել, ժամուկես 2 ժամանոց բաներ են սա, բայց ես կտրտել, վերել եմ այդքան եմ տեղադրել։ Այնտեղ ես մի քանի տեղեկություն տամ ձեզ, որ իմանաք։ Այնց այդ մարդը, որ վերակենում, բոլորդ նայել եք այդ դրանք, այդ բժիշկը, որ վերակենում եւ Աստվածաշնչի ընթերցանության մասին իր խոսումը, հիշում եք այդ բանը։ Գեդեոնի մեջ Այո։ բժիշկ Վարդանյանն է, կամ եղբայրը։ Բժիշկ Վարդանյանն է։ Բժիշկ Վարդանյանն է դա ականջի կողոպտի բժիշկներ, չէ՞։ Ապրեք, այդ բժիշկը իմ գլանները վիրահատել է առանց սրսկելու, առանց ցավազրկելու, բերանից բացել եմ ու կտրտել է։ Պատկերացնում եք։ Սա մեկ։ Երկրորդը, այդ շարքի մեջ, առաջի շարքի մեջ նստած էր էլի մի հատ բժիշկ, Աբրամյան Յուրա, դուք ուշադրություն դարձրեցիք, որ ասեցի իմ բժիշկը հենց հիմա նստած է։ Ուշադրություն դարձրիք, թե չէ։ Նստեցինք, բայց ինձ թվաց հենց այդ մեկն էր, որ խոսեց։ Այդ մեկը չէ, նստած էր ինքը, ձեռքերը ծալած, նստած էր Աբրամյան Յուրա։ Այո, նստած էր, տեսա։ Ահա։ Այդ Աբրամյան Յուրան եղել է, ես իրան բանն եմ եղել, պացիենտն եմ եղել, ինքը Ղարաբաղից առաջի է։ Ինքը շատ տաղանդավոր բժիշկ էր, ինքը իման ընջել է, ապաշխարեց, ննջեց, երբ որ Աբովյանի գերեզմանոց մտնեք, հենց մուտքի մոտ ձախի վրա գերեզմանոցը հենց ինքն է։ Ու քարի վրա գրված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հույսով, իր տապանակարի վրա է գրած։ Աբրամյան Յուրան հաստեց, ապացուցեց այդքանի առաջ, որ հրաշքա տեղ ունեցել, այս մարդը բժշկվել է։ Ես նրանք իմիջիալոց եմ ասում, բայց նաև ուզում եմ հիշեցնել այդ վիդեոն վերջանում է ինֆակտով այդ Ռաֆիկը, որ պարկած էր, հիշում եք ռեանիմացիան պարկած, որ ձեռնադրության պաղոթեց։ Այո, հիշում եմ։ Ես PR անել չեմ սիրում, ես ինձ չեմ ներկայացնում։ Դիվանների բժշկության, ասենք, փորձառություն ենք ունեցել շատ ձեռնադրության հիվանդների բժշկություններ, կասետները էլի կամ բան, ես չեմ սիրում նման բաներ անել։ Եվ շատերի հավատքը, որ դրանով կառուցվի եւ այլն։
Բայց սա ես տեղադրել էի ինչի համար ես մեկը, ուրիշ նպատակով։ Այդ անձնավորություն է, եթե չեմ սխալվում, նույն օրն էր, թե մյուս օրն էր դուրս է գրվել։ 3 օր այդ վիճակում ա եղել ինքը։ Եվ ինքը չապաշխարեց։ 8 տարի ապրեց, եւ այդ 8 տարվա մեջ ինձ փորձում էր անընդհատ հետևիցս ընկած այդ կասետուր ես պիտի ջարդեմ, ես պիտի էս անեմ, այն անեմ, ինչի է դա հրճակվել։ Մշակույթի պալատի պահակներ, որտեղ միշտ ժողովներ էր անցկացվում եւ ինքը միշտ լսում էր քարոզ։ Ուզում եմ ասել, որ 10 բորոտներից մեկը ետ դարձավ, բայց դերը անշահագնթիր բժշկում է եւ այդ ժողովներով բժշկվածների 90%-ը ես կարծում եմ իրենց հավատքի կյանքում փորձությունների են ենթարկում, երբ որ չեն աճում աշակերտ դառնալու կարգավիճակ։ Շատ քչերը կարելի ասել այդ ուրկանի մեկ ուրիշն էր էլի պալատներին այցելել իրան շտաբ, նույնիսկ շտաբ էին ինձ տարել հիվանդանոց այդ Գեդեոնի հետ չէր կապված արդեն, բացի այդ Գեդեոնի հետ գնալը մասնավոր այցելություններ կողմից շատ է եղել, երբ մարդիկ ուղղակի վերցել ինձ տարել են Երևան, Դինի, Թեաբովյան եւ այլն։ Հիմա էլի մեկի սիրտը էլի այդպես ասեցին, որ շատ ահավոր խփել էր այդպես, էլի պարտած։ Էլի աղոթք եղել ձեռնադրությամբ, այդ մարդը 3 ամիս եկավ կինոյի շենքերին պաշտամունքներն անում Աբովյանի, եկավ պաշտամունքների բեմից վկայեց իր բժշկությունը ու կորավ գնաց։ Հասկանալ է, էլի չապաշխարեց։ Հիմա մենք եթե ուզում ենք շոուներ տեսնենք եւ մեկ ես այստեղ ինչի համար կարդացի այդտեղը, որ այլևս երեխա չլինենք երերված ու տատանված վարդապետության ամեն քամության։ Եթե մեզ հետաքրքրողը կամ եկեղեցու զորավոր լինելու չափանիշը բժշկություններն են, հրաշքներն են, սեներ հաստատ համոզված եղեք, որ այդ եկեղեցիները մարելու են։ Այդ եկեղեցիները այսօր արևմուտքի բոլոր են բոժի գեներալների եկեղեցիները լրիվ ապականված են։ Ասամբլեով գալը ծայրից ծայր ապականված է։ Պատկերացնում եք ժողովուրդ։ Դուք են տեսած կնեք այդ կասետները։ Ավելին կամ որ եղբայր Բենի հինը, որ այսքան 15 կայլասկապան անդամալույցի կայլասկա էր վեր կենում, չէ՞ իր ժողովների ժամանակ։ Հիմա ոչինչ չկա իր ժողովներում։ Ես ասեմ ձեզ, Մայնեկույր, Բարհամը, Սեմուրը, Սմիթ Վիգեսվորդը, ասենք էլի շատ ու շատ այդպես գիգանտ հզորներ, որ միջև 50-ականները Աստված իր զորությամբ այդ ամենը այդ երկրում ցույց տվեց, դրանից հետո ինքն ուզում էր, որպեսզի եկեղեցիները իրանք շեշտադրումն անեին Աստծո խոսքի վրա։ Հրաշքները չէ, որ մեզ երկինք են տանելու։ Մեզ երկինք տանելու է Աստծո խոսքի նկատմամբ հավատարմությունը, ժողովուրդ։ Երբ որ ես երեխա էի, այդտեղի կարդամ ես, սա վերաբերում է բոլորիս ու նայեք ուշադիր սեներ խոնարհելու ճանապարհը շատ հրաշալի ճանապարհ է ուղղակի էլի։ 13-11-ում ասում է առաջի Կորինթացից, երբ որ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Հասկանում եք։ Սա ասում է մի մարդ, որ իր հոգևոր կյանքի աճի վրա շատ ու շատ իր եղել։ Գիտեք, մարդը 14-15 տարեկանից այնպես լուրջ դարձ է ունենում եւ ինքը վերել կապրում, չհաշված մանրուներ բաները։ Բայց մարդը անցնում են տարիները, օրինակ, երեք մի շատ զարմանալի բան տեղի ունեցավ, ես եմ վկայում։ Փողոցով քայլում եմ հենց դպրոցի մոտ, որտեղ ես աշխատում էի։ Մեկին մի մարդ հետևիցս ասեց, այն հրաշալի հիանալի շինություն է, բան իմ տարիքի կլներ է։ Թե շուտ եկա տեսես մարդը այդ շենքով հիանում է ուղղակի, ասի հա ճիշտ եք ասում, բայց ասեց սրա տեղը եկել է մանկապարտեզ, չէ, ասեցի ինչքան ես եմ հիշում եղել է բան, դες խոսում ենք, այդ մարդը ուղղակի զրույցի է բռնում։ Այստեղ ասի դպրոց է եղել, երկրորդ դպրոցը, հին դպրոցը, բան, ասես չէ, ես ավելի վաղ եմ այստեղ ապրում, Աբովյանը ասեց, ես գիտեմ, այդ դպրոցից առաջ եղել է մանկապարտեզ, ասում դե մեկը չգիտեմ, ու ես անցա առաջ։ Մի քիչ հետո դու մի ասե, էլի մի հատ ձեր մարդ այդպես հանդիպում է իրան, սա չգիտեմ ինչի նորից իր այդ խոսում է դպրոցի համար, այս մարդը շուռ է գալիս մեծ
կրթության վերաբերյալ հայհոյումը, կրթությանը հայհոյումը, ու այնպես է ստացվում, որ ես հիմա հետ պիտի դառնամ նորից, այս մարդը նորից է հանդիպում ինձ։ Ասում եմ, դու տեսա՞ր այդ աղմախին։ Մի 30 մետր գնացել էր ասում, ասեցի ինչ է եղել։ Ասում եմ, իրան ընդամենը հիացած ասում են դպրոցի մասին կրթությունը, որ մեր մոտ ոտքի է կանգնում, բան, ասում են հայհոյեց կրթությանը։ Ասի ինչի ես նեղանում ասում։ Մարդը 70 տարեկան մարդ էր այդ որ հայհոյել է։ Ասի չի մեծացել։ Չի մեծացել։ Ասեցի ինչ ասեցիր։ Չէ, վերջ ասեց, ես քեզ հասկացա ասեց, ես ինչ տղա ես դու։ Ես ինչ գնահատական տվեցիր։ Ես այս պահը որ հիշեցի, ինչի համար հիշեցի։ Տարիքը մարդուն պետք է հասունացնել։ Եվ այստեղ Արաքյանն ասում է, երբ որ երեխայի պես էի համարում, երեխայի պես էի մտածում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Հիմա երեխայից ինչ պահանջես։ Երեխան ինքնուրույնություն, անձի անհատականության դրսևորում չունի։ Ժողովուրդ ջան, մենք չափահաս մարդիկ ենք։ Մենք չափահաս մարդիկ ենք։ Շատ անգամներ այնքան էլեմենտար բաներում չենք կողմնորոշվում, որ ուղղակի ծիծաղելի է։ Մեզանից ամեն մեկը պիտի լավ արդեն իր տարիքի, իր աջելու Աստծո հետ հարաբերության ես երկրում ապրելու կենցաղի եւ այլն վերաբերյալ այլ բան է, որ մենք կարող ենք զրկանքներ քաշենք, սրանք ուրիշ հարցեր են։ Բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, մենք մեր վրայից պատասխանատվությունը չպետք է թողնենք։ Եվ ինքը Դավիթն ասում է, եկավ պահ, որ այդ երեխայության բաները որ չարեց ոնց չէր անում արդեն, իման ձևերեցրի կաթեն կտրված մանկանպես։ Չէ, երեխան որ կաթից կտրում են, մայրը ամեն ջանք անում է, որ կաթից կտրի, չէ երեխան։ Ռժում աբան անում չի տալիս, ու վերջո որպեսզի խոշոր կերակուր սկսի ուտել։ Հիմա Դավիթը այդպես ասում է, որ իմ ուզածը չտվեց Աստված։ Ես աղաղակում եմ, Աստված չտվեց ու լավ արեց, որ չտվեց, որովհետև ինքն ուրիշ բան է ուզում տա քեզ արդեն։ Դրա համար ես ուզում եմ մեր հոգևոր կյանքի մեջ մեր անհատականությունը, մեր պարտականությունները հանկարծ են 50-ականների կրոնավորների նման չքցենք Աստծո վրա, մեկ որ խոսում ես, ասում առաջ Աստված։ Ես այդ մասին խոսել եմ, չէ՞ որ այդ խոսքը մի ասեք։ Դա հոգևոր մարդու խոսք չի։ Առաջ Աստված, արտահայտություն առաջին է Աստված, վերջինն էլ է ինքը, ալֆան ու օմեգան ինքն է։ Առաջ Աստված դա նշանակում է, եթե Տերը կամենա, հա, բայց ինչը կամենա, Տերը կամենում է։ Ես դասը այնքան լավ առա, մի անգամ փոքր եղբորս հետ որ խոսում էին, սովորույթի համաձայն ես էլ մեկն էի, որ այդպես է ասում էի, դե Անսակ ջան, ասում էի, եթե Աստված կամենա, ասեցի ինչ ես դուրս տալիս։ Աստված կամեցող է, մնացածը արդեն դու պիտի անես։ Ձերքի գործը կորցնեմ, ասում է Տերը։ Չի ասում նստենք ու սպասենք, թե Տերը մեզ ինչ կասի, որ մենք անենք։ Եվ այսպիսի մոլորության մեջ մենք կարող ենք մեզ էլ, մեր ընտանիքի անդամներին էլ վնաս տալ։ Միշտ սիրելիներ, ես այս թեման ինչի համար ակտուալ համարեցի, մի դեպքում, որպեսզի մենք չտատանվենք իրոք մեր մարդկային ընկալումներով, ես ասել եմ ամեն կառույց, որ Տերը չի շինում, քանդվելու է իրոք։ Բայց այն կառույցը, որ Տերն ասեց ամեն տուն, որ իմ երկնավոր հայրը չի տնկել, կտրվելու ու կրակնաձգվելու, նույնպես էլ թեկուզ հարանվանություններ լինեն։ Նույն այս արդեն մի երկու ամիս առաջ էր մի հատ հարանվանության համար ուղղակի տենց որոշակի հայտնություն էր ունեցել, այսօր արդեն ոնց որ թե ծուխը երևում է, շուտով կրակնկելով։ Ես դրանից լավ չեմ զգում, բայց դրանք բոլորը կանխատեսելի են։ Եվ ես շարունակ դա ասել եմ, եթե Հովվին չի հաջողվել հավատացյալին Քրիստոսի հետ հաղորդ անել, այդ Հովվի գլուխը ջարդեն։ Եթե իսկապես անլուրջ մարդիկ են դառնալու այդ հարանվանություններում, կամ էլ ուղղակի իրանք համար ինչ որ մի հատ աշխարհիկ իմաստով, այսպես ասած, իրար ձեր լվանալով գիտան, այսպես ասած, ամեն մեկը իր մեղքի սվաղելով եւ այլն։ Բայց հաստատ ինչ որ մի հատ անհավատության շերտ կարող լինի, որ պայթյունի նման հակառակորդը իսկապես վեր կհանի ու այդտեղ կերևա թե իսկապես ինչի վրա է հիմնված այդ եկեղեցին։
Ուրեմն այս բոլոր գործողություններից նպատակը մեկն է, Աստված բարի է, նրա ողորմությունը հավիտյան է, բայց նրա ողորմությունը անսահման չի։ Տերը չի սիրում համառներին, Տերը սիրում է խոնարհներին։ Գրված է ամբարտավաններին հակառակ է կենում։ Եվ առակած գիրքն էլ ասում է, կա ճանապարհ, որ մարդուց համար կյանքի ճանապարհը համարվում, բայց նրա վերջը մահ է։ Եվ Աստծո խոսքը մեզ ուղղում է, թե երբ ես հաջողակ կլինեմ։ Եվ դա գրված է Սաղմոս առաջինը։ Բոլորս անգիր կասենք, բայց իրականում այդ մեր ցերեկ ու գիշեր Աստծո խոսքի վրա պարապելը, որ հետո էլ ասում ամբարիշտների հետ չի լինում, ծաղրանողների շողոքի մեջ չի լինում, եւ այլն այդպիսին ասում աջերերի առների տնկված արյանման, որ տակության գալը չի տեսնի, եւ ինչ բան որ անի, կհաջողի։ Բայց երբ ցերեկ ու գիշեր Աստծո օրենքի վրա է մտածում, երբ իր հարցերը Աստծո հետ է ինքը կարգի բերում, եւ առաջինը խոնարհելու դասերն շատ լավ յուրացում։ Եկեք հիմա աղոթ կանենք մենք։ Ասենք ձեզ, որ մենք ամեն մի ուրբաթ արդեն ծոմով կաղոթենք, հաճախ հնարավոր է նաև մեր աղոթքաժողովը երկարի, այնպես որ սա էլ աչքի տակ ունեցեք, որ հնարավոր է ոչ թե 1 ժամ լինի, այսօր ես մենակ 1 ժամ հավարյա խոսեցի, այլ նաև մի փոքր ավել լինի մեր աղոթքը։ Ուրեմն ծոմով ուրբաթ օրերը մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, փառք Աստծո, եւ հակառակորդին սկսել ենք նեղություն տալ, նա էլ է փորձում մեզ նեղություն տալ բնականաբար։ Եվ մենք պետք է խնդրենք, որպեսզի Աստված միաբան մեր աղոթքները լսելով մեզ ավելի սպառազինի, որովհետև առջևում շատ հոգիներ կան, որ Տերը ուզում է իսկապես այս եկեղեցին ավելի ընդարձակի։ Հիշեք մի բան, նորից եմ ասում, մեր բոլոր տագնապները, մեր բոլոր հիվանդությունները, նեղությունները հակառակորդի միանշանակ ներգործությունից կարող են լինել, եթե ես կանգուն չեմ, եթե ես համառ չեմ, եթե ես Աստծո առջև խոնարհված մեկը չեմ, իմ ուժերով չեմ կարողանում պայքարել։ Եվ եթե տեսնում եք իսկապես, որ անելանելի վիճակում եք հայտնված, ճանապարհը լավագույն, գնացեք Դավիթի նման այդ փոսի մեջ կանգնեք ու թույլ տվեք, որ ձեզ քարկոծեն։ Մեռնել Քրիստոսի հետ խաչի վրա։ Եվ այնտեղից սկսում է հոգևոր կյանք։ Ես սա ոչ թե օրենք ա, որ պիտի կատարես, այլ սեր, որ դու Քրիստոսին սիրում ես։ Դու Քրիստոսին սիրում ես, դրա համար ես համաձայնվում խոնարհվել։ Ոչ թե օրենք ես ուզում կատարես, չես կարելու խոնարհվես։ Բայց եթե Քրիստոսին սիրեցիր, դու կխոնարհվես։ Ուրեմն մենք միշտ սիրո ետևից պիտի գնանք։ Ես ասել եմ, չէ՞, ոչ թե մեղք չգործելու ետևից գնացեք, այլ Քրիստոսին սիրելու։ Եվ եթե կան կարիքներ ու հոգսեր, ասեք, որ դրանց համար էլ աղոթ կանենք ընդհանուր։ Սա Քրիստոսի աշակերտներ եկեղեցի է եւ ապաշխարած, վերստին ծնված ու ջրով մկրտված անդամներն են։ Ալլա քույրիկը ճիշտ ասած անցած անգամ խոնարհաբար ասում էր կամ եղբայր, ջրով մկրտված չենք, այս խմբում մենք ինչ ենք անում։ Ալլա քույր, հիշում եմ դուք այդպես էիք ասում։ Եվ ինքը ճիշտ Հա, եւ ինքը ճիշտ հասկացել է, քանի որ դուք Սուրբ Հոգով եք մկրտված, ասենք բացառությամբ, ասենք բելաքույրիկի, ես դրա համար եմ այս եկեղեցում թույլ տվել, ինչ վերաբերում է սա Տիրոջ եկեղեցին է, մենք երկյուղով ենք մեր բոլոր քայլերը կատարում։ Անդրանիկ եղբայր, դու էիր ուզում բան ասել, լսում ենք ձեզ։ Կամ եղբայր, ես ուզում եի ասել, դայնագրել եք ես հիմա որ խոսում եք ես կարող։ Այո, տեսնեմ մի րոպե։ Հա։ Շատ կուզեի լսեի։ Շատ լավ։ Կտեղադրեմ։ Բարի, եթե չկա էլ ուրիշ ասելիք, հիմա մենք աղոթքի տրվենք, հասկանալի է թեման որն է, թեման մեր անձերի խոնարհվելն է Տիրոջ առաջ։